մի քանի հարց։ Դա շատ կարևոր գործ է։ Ոնց է թեկան երկար ժամանակ կրկին բացակայում եք ասել։ Ես միշտ էլ գալիս եմ, չէ, միշտ գալիս եմ։ Ձեր անունը չկա ցուցակում, նեղացած չեք։ Ուրեմն ես ոչ մեկից նեղացած չեմ։ Ես քաղաքականությունից դուրս եմ եկել։ Համ դուք ինձանից կպրծնեք, համ ես ձեզանից։ Երկար ժամանակ նշում եք, որ ձեր փոխարեն ձեր որդին կարող է խորհրդանել։ Ոչ մի անգամ, ոչ։ Նա նույնիսկ հրաժարական Մենք չենք ուզում։ Մենք չենք ուզում։ Պարոն Սեդրակյան, Բիզնեսով ենք որոշել զբաղվենք։ դուք հանդիպել եք նախագահի հետ։ Ոչ մեկ Իսկ պարոն Ծառուկյանի հետ Ոչ քննարկել մեկի եք։ հետ չեմ հանդիպում, ես քաղաքականությունից դուրս եմ եկել։ Իսկ ձեր տարածքում եք աջակցելու։ Եթե դուրս եմ եկել, ումը պետք է։ ձեր Չեմ էլ ընտրելու ոչ մեկ։ Մենք չենք ուզում։ Պարոն Սեդրակյան, չէ՞ ձգտում եք դրան, ինչ որ բան փոխել։ Ես չեմ ձգտել, եթե մի բանի ձգտում եմ, հասնում եմ։ Պարոն Սեդրակյան, կմնաք ցուցակցական։ Որ Սերժ Սարգսյանը կանչել է եւ քչեցրել է ձեր ողջ տենդերների մասին Հովիկ Աբրամյանի օրոք եւ ճնշումներ են եղել, որ ցտը փոշմանել են։ Այդպես բան չկա, ին վրա ոչ մեկը ճնշում չի գործադրել եւ չի էլ կարա։ Սերժ Սարգսյանի հետ զրույց ունեցել եք այս ընթացքում։ Ոչ, չեմ հանդիպել։ Պարոն Սեդրակյան, նշեցիք, որ Իսկ չէիք ուզենա։ Ցուցակցական մնալու եք։ Ես չգիտեմ կմնամ թե չէ, բայց ամեն դեպքում եթե դուրս եմ եկել քաղաքականությունից, այս հարցերը արեք։ Իսկ ինչու որոշեցիք դուրս գալ, պարոն Սեդրակյան, ինչու որոշեցիք։ Լավ եմ արել։ Այդպես հավեսի Ինչ պատճառ պետք է լինի, չէ՞, պարոն Սեդրակյան։ Ոչ մեկից։ Անկամ ձեզանից դեղացած չեմ, որ այդքան հոգիս հանել եք։ Պարոն Սեդրակյան, ձեր որդու համար դուք լավ կարիերա եք պատրաստել ու դա ինչ որ պահից ձախողվեց։ Ինչու։ Ամեն ինչ նորմալ է, դա էլ մեր գաղտնիքն է, թող մնա մեր մեջ, էլի ամեն ինչ ձեզ ասեմ։ Դուք բայց մի բան, պարոն Սեդրակյան, այսինքն եթե դուք կորցրեցիք ձեր դիրքերը։ Ինչ դիրք եմ ունեցել, որ ինչ էլ Դե կորցնեի։ հիմա էլ ասում են Էրեբունին ձեզանից վերցնում են, տալիս են այլ Համդեպս իշխանությունները, պարոն Սեդրակյան։ Երևանին վեկալան, հո ամբողջ քաղաքը կամ աշխարհը չեն վեկալի։ Նաև ընտրությունների չեք մասնակցի առհասարակ։ Երեխեք ջան, ես չեմ մասնակցելու, հավանականա չեմ էլ բնականա չեմ էլ սաթարելու։ Ասում են Բեգլարյան Գագիկին եք պաշտպանում։ Դե եթե իմ ընկերները իմ խոսքը կհարգեն, Բեգլարյան Գագիկի եղբորը կօգնեն։ Ամեն դեպքում աջակցելու եք։ Հովիկ Աբրահամյանի հետ սերտ հարաբերությունների քաղաքական Ես գործընթացների մեջ քաղաքական գործընթաց չկա, էլի եմ ասում, էլի, հա նույն հարցը տալիս եք։ Ես բոլորի հետ սերտ հարաբերությունների մեջ եմ։ չէ, քաղաքական առումով թիմ լինեք եւ պայքարեք Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Քաղաքական ոչ մի հարցում ես չկամ։ Ձեր որոշումը կապ ունի Հովիկ Սերժ Աբրահամյանի Սարգսյանի դեմ մի օր դուրս Ես գալու է չգիտեմ։ պարոն Սեդրակյան, ինչպես Հովիկ Աբրահամյանը, Բայց ով է դուրս եկել Սերժ Սարգսյանի դեմ, որ Սեյրան Օհանյանը։ Իսկ որ Դե իրենք իրանք- աջակցում չեք մտահոգում, որ ձեր նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը կփոխվի։ Եթե այս ընտրություններին դուք չեք աջակցում Սերժ Սարգսյանին։ եթե ինչը կփոխվի, թող փոխվի, ինչը պարտադիր է։ Եթե ձեր հետ ընկեր եմ, այսօր չկարողանամ ձեզ օգնել, դու վերաբերմունքը փոխելու ես Դե իմ պիտի ասեք նկատմամբ։ ինչու չեք օգնում։ Դե չեմ ուզում, տարիքս արդեն են տարիքն է հասել, որ ես չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել։ Պարոն Սեդրակյան, ահա դուք չեք ուզում զբաղվել։ Ինչն է թողել ձեր քաղաքականության մեջ։ Ինչ այդ ամագը, հա, ասեմ, ինչ է։ Ինչ արդյունք։ Ոչ մի արդյունք, ոչ մի։ Ես նորմալ աշխատել եմ, նորմալ ընկեր եմ եղել, այսօր էլ չեմ ուզում ընկերություն անել, բայց կուսակցության այդ բան խաղերի մեջ չխառնվել։ Լավ, ժողովուրդ ջան, արեք էսի վերջինը իսկականից էլ ես չեմ ուզում էլի, ասենք նույն հարցը տարբեր ձևի ֆռաստում տալիս եք, արեք ինձանից ազատվեք, ես է ձեզանից։ Էլ իրար հետ աշխատենք Ժորժան, այս մարդը շփվենք էլ շփվեմ, հետո հետո էլի խոսակ։ Հա, բայց դուք շատ եք, մենք մենակ ենք, արի, հա։ Շնորհակալությունը դուք։ Բարուն եմ ասում, մի ժամը Ուրեմն ես ասում եմ, իմ որդին падգամավոր դառնալով իր կարիերան պետքա ստեղծի կամ չստեղծի, հա, ձեզ ոնց է թվում։ Եթե դառնա падգամավոր կարիերան ես իմ հայլելու է, ինչերի է հասնելու, Դուք ուզում եք այդպես լինի։ Եթե ես ախր այդ հարցը տվել եք, եթե մի բան ուզենամ, հասնում եմ ես Իսկ դուք դրան։ քննարկել եք Ծառուկյանի հետ, որ նա լինի Ծառուկյանի ցուցակում։ Այդտենց հարց բան չի եղել ոչ մի, սա խոսակցություն է, որը այսենց շինում եք։
Դրա համար ես չեմ ուզում ձեր հետ շփվեմ, որովհետև հեսա գնալու եք էլի մի բան սարքել։ Հովիկ Աբրամյանը ձեզ առաջարկել է դուրս գալ մի թիմ լինել։ Ընկեր ջան, Հովիկ Աբրամյանը, ընկերուհի ջան։ Մի րոպե մեր Հա, առաջարկել է դրան համար։ Ինձ առաջարկություն չի եղել, ինձ այդքան հեշտ է բաներ առաջարկելը։ Ձեզ ոնց է թվում։ Իսկ երևում թաղապետին, որը ձեր ազգականներին ինչու փոխեցին ձեր կարգը։ Ինքը պետքա դուրս գար, դրա համար փոխվեցին։ Ինքը դուրս էր գալու։ Ինչու։ Չէր ուզում, աշխատավարձի ես էի տալ, ինչին է պետք։